Առողջ սիրտ։ Առակաց 17:22-ն ասում է. ուրախ սիրտը օգտակար է ինչպես դեղ, բայց կոտրված սիրտը ոսկորները կչորացնի։ Աստվածաշունչը մեզ զարմանալի հասկացողություն է տալիս մեր առողջության աղբյուրի մասին։ Ոսկրածուծում կամ ոսկորների խոռոչում կա հեղուկ։ Ոսկրածուծում են գոյանում արյան բջիջները եւ այստեղ է ամրապնդվում իմունային համակարգը։ Կյանքը արյան մեջ է, եւ մեր արյունը թարմանում է ոսկրածուծի շնորհիվ։ Եթե ոսկորները չորանում են, վտանգում է մեր կյանքի իրական աղբյուրը։ Սա կրկին հաստատում է Առակաց 14:29 խոսքերը. երկայնամիտ մարդը շատ խոհեմ է, բայց կարճամիտը հիմարություն է հանում։ Մարմնին կյանք է մի հանդարտ սիրտը, բայց նախանձը փթություն է ոսկորներին։ Աստվածաշունչը երկայնամտությունը հակադրում է կարճամտության, իսկ հանդարտությունը նախանձի։ Երկայնամտությունը բերում է խոհեմության, մինչդեռ կարճամտությունը հիմարության ապացույց է։ Խաղաղ սիրտը մարմնին կյանք է տալիս, մինչդեռ նախանձը կամ չարամտությունը ապականում կամ փտեցնում է ոսկորները։ Միթե զարմանալի չէ, որ քաղցկեղի որոշ տեսակներ բուժվում են ոսկրածուծի փոխպատվաստմամբ։ Մեր ոսկրածուծի վիճակը չափազանց կարևոր է։ Ոսկորները մեր մարմնի կառուցվածքի հենարանն են։ Դրանք այն կմախքն են, որի շնորհիվ կանգնում ենք եւ առանց որի ընկնում ենք։ Աստվածաշունչը հաստատում է, որ կա իրական եւ հարատեւ փոխհարաբերություն հոգեվոր սրտի եւ առողջության միջեւ։ Ես չեմ ակնարկում, որ նրանք, ովքեր հիվանդ են, ունեն հոգեվոր խնդիր։ Մենք ապրում ենք մեղանչած աշխարհում, որ հիվանդության եւ տկարության անեծքի մեջ է։ Ասելիքս այն է, որ դառնությունը, չներումը, բարկությունը եւ սրտի այլ խնդիրներ ուղղակիորեն ազդում են ձեր իմունային համակարգի վրա։ «Դարձրու բարկությունը քեզ» դաշնակից գրքում Նեյլ Քլարկ Ուորենը հայտնում է, որ հյուծող հիվանդությունները ամենից հաճախ կապված են զայրույթի հետ, իսկ երկրորդ տեղում հուսախաբության հետ։ Նա թվարկում է այս տարածված տկարությունները, որոնք առաջանում են չհաղթահարված բարկության հետևանքով՝ գլխացավեր, ստամոքսի խնդիրներ, մրսածություն, կոլիտ եւ հիպերտոնիա։ Այլ ուսումնասիրություններ ներառում են արթրիտ տեսակները, շնչառական հիվանդությունները, մաշկային հիվանդությունները, պարանոցի եւ մեջքի խնդիրները, նույնիսկ քաղցկեղը։ Աստվածաշունչը դարեր առաջ արդեն հայտարարել է այն, ինչ այսօր մարդիկ ճշմարիտ են համարում։ Առակաց 3:5-8 իմաստության գանձարան է ճիշտ ապրելու համար։ Տիրոջը ապավինիր քո ամբողջ սրտով եւ քո հասկացողությանը մի վստահիր, քո բոլոր ճանապարհներում ճանաչիր նրան եւ նա կուղղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջ իմաստուն մի եղիր, վախեցիր Տիրոջից եւ հեռացիր չարից։ Սա առողջություն կլինի քո մարմնի համար եւ պարարտություն քո ոսկորներին։